Հայտնվելով Յազդ քաղաքի լռության աշտարակի մոտակայքում, ես միանգամից հիշեցի հայ նշանավոր գրող Ռաֆու Բիբի Շարաբանի պատմվածքը, որը սկսվում է խորհրդավոր ձևով, ներկայացնելով մի միստիկական վայր, որի մասին շշուկներ են պտտվում և մարդիկ վախենում են այդ տարածքով անցնել գիշերային ժամերին։ Այդ խորհրդավոր վայրը պարիսպներով առանձնացված է, թվում է առանձին աշխարհ է, Բիբի Շարաբանի նշանակում է հանգստարան։ Լռության աշտարակը կառուցվել է զրադաշտականների կողմից և օգտագործվում է մահացած մարդկանց մարմինները գիշատիչ թռչունների անգղների բաժին դարձնելու նպատակով։ Կաշվից վերջնական ազատված ոսկորները նետում են աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսը։ Այս ծիսակարգի մասին առաջին անգամ տեղեկություններ իմանում ենք մ.թ.ա. առաջ 5-րդ դարից Հերոդոտոսի գրություններից։ Ծիսավայր կարող էին մտնել միայն հատուկ դասի նեսասալարների ներկայացուցիչները։ 20-րդ դարի սկզբին Իրանի զրադաշտները աստիճանաբար դադարեցրին դրանց օգտագործումը և սկսեցին նախապատվությունը տալ հուղարկավորությանը, սակայն այնպես, որ մարմինը չառնչվի սուրբ հողի հետ, քանի որ կրակը, որ ամենաբարձր աստիճանի վրա էր, ինչպես նաև հողը, ջուրը և օդը համարվում էին սրբություններ։